Հայաստանն ժամանել ավելի քան 40 լեհ խոշոր գործարարներ։ Պատվիրակության այցը կապված է առաջիկայում նախատեսված Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովի հետ։ Highway Group Employers of Poland Մանթաշյանց բիզնես քլաբի կողմից կազմակերպված միջոցառումը նպատակ ունի դառնալ կարևոր հարթակ Հայաստանի եւ Եվրոպայի միջև տնտեսական ներդրումային եւ ենթակառուցվածքային համագործակցության ընդլայնման համար։ Մեր այցի նպատակը հիմնականում նվիրված է նրան, որ Հայաստանում մեծ ներդրումներ լինեն եւ նաեւ ապահովենք Եվրոպա-Հայաստան անմիջական կապը, որը կլինի թե ցամաքային տարբերակով, թե երկաթուղային տարբերակով, քանի որ մեր երկիրը սպայդրության ունի մեծ խնդիրներ արտահանման հետ, քանի որ ունենք ընդհանրապես մի լծակ, որը որ սպայդրության շատ հստակ ուժեղ փակվել է, մենք փնտրում ենք այլ ընտրանքներ, որ կարողանանք մեր ապրանքները արտահանենք Եվրոպա։ Ծիրան, լոլիկ, պահածուներ, խաղող ամենա որ ասում է սպայդրության ամենաանհրաժեշտ ապրանքները, պամիդոր, մենք արդեն սկսել ենք խոսակցությունները մեր լեհ գոլեգաների հետ ու հուսով ենք ամսի 9-ի բիզնես ֆորումից հետո արդեն կգանք ինչ-որ կոնկրետ հայտարարություններով ու կոնկրետ քանակի էքսպորտով ապրանքների։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել Եվրոպան եւ Չինաստանը կապող նոր առևտրային միջանցքներ, ընդլայնել հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկաներ, ինչպես նաեւ խթանել տարածաշրջանային ենթակառուցվածքային եւ երկաթուղային նախագծերի իրականացումը։ Հիմնական ոլորտը արտադրամասն է եւ նաեւ դատա ցենտրի ներդրումները, քանի որ Հայաստանը հանդիսանում է երկիր, որտեղ որ էներգիան շատ կոնկուրենտ է ու էժան է համեմատած ուրիշ երկիրների, մենք մեծ շեշտը դնելու ենք նաև դատա սենտերի, մեկ էլ Trump Trip ճանապարհի հարցը, որ եղել է, ստեղ ունենք մեծ հույսեր դրա հետ կապված, քանի որ դա հնարավորություն կտա Եվրոպային ստանալ ապրանքներ Չինաստանից, բայպաս անելով Ռուսաստանի տարածքը, որը որ Եվրոպայի համար այս պահին օրակարգում առաջի տեղում է։ Հայաստան ժամանած լեհական գործարար պատվիրակությունը ներկայացնում է ավելի քան 10 միլիարդ դոլար համախառն կապիտալ ունեցող բիզնես միջավայր։ Պատվիրակության կազմում են Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ասիայում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների սեփականատերեր եւ ղեկավարներ։ Մենք Լեհաստանից ենք եկել, քանի որ մեր երկու երկրներն էլ ունեն շատ ընդհանուր պատմություն։ Աշխարհագրական դիրքը շատ դժվար է եւ երկու երկրներն էլ երկար ժամանակ պայքարել են ազատության համար։ Մենք գիտենք, թե ինչ է կատարվում, քանի որ Լեհաստանում մենք ունեցել ենք նման պատմություն եւ մենք հաղթանակով մտանք այս նոր ապագա։ Ես կարծում եմ, որ Հայաստանը նույնպես հնարավորություն ունի հայտնվելու եվրոպական տնտեսությունում։ Անցած տարի եղել է էլի մեծ մասշտաբի, բայց այսքան մեծ մասշտաբի չէ, 22 լեհ անդամակից է եղել, որի հետևանքում մենք արել ենք 5 միլիոն դոլարի ներդրում, այն թափ համայնքում գնել ենք 12000 մետր քառակուսի հող եւ դարել ենք Volvo Truck-ի օֆիցիալ դիլերը, մինչև 27 թվականի ավարտը մոտ 150 հատ աշխատատեղ է ստեղծվելու, դա լեհական ու հայկական ներդրում է ու այս թափը ավելի մեծ արշավ է արել ու այդ ներդրումների քանակը ավելի կավելանա։ Ինչպես նշեց Արթուր Լևանդովսկին, այցի հիմնական նպատակը Հայաստանում ներդրումների խթանումն է, Եվրոպա-Հայաստան ուղիղ տնտեսական կապերի ստեղծումը։ Նրա խոսքով պատվիրակության կազմում կան նաև խոշոր ցանցային բիզնեսների ներկայացուցիչներ, որոնք Լեհաստանում ունեն հազարավոր խանութներ եւ հետաքրքրված են հայկական գյուղատնտեսական արտադրանքով։ Մեր ներկայացուցիչների մեջ ունենք մարդկանց, որ տիրապետում են խանութներով Լեհաստանի տարածքում, որոնք որ 3000-ից ավել խանութներ ունեն, մասնաճյուղեր ունեն ու ամեն ինչ անում ենք, որ կարողանանք թե մրգեր, թե պահածոներ, թե ապրանքներ, որը որ գյուղացիքից սպայդրության անհրաժեշտ է գնելը, որ այդ բերքերը չփչանան, կարողանանք այդ ամեն ինչը ապահովենք։ Հունիսի 9-ին տեղի է ունենալու բիզնես ֆորում, ներկա են լինելու 120-ից ավել բիզնեսմեններ, նաև պետական մասշտաբի մարդիկ, շատ ուրախ կլինենք, որ մեր բիզնես ֆորումը հաջողակ ստացվի ու մեր երկիր կարողանանք ներդրումներ բերենք։ Լեհ գործարարները ընդգծում են, որ Հայաստանը դիտարկում են որպես ներդրումային հետաքրքիր ուղղություն, հատկապես իր աշխարհագրական դիրքի եւ տարածաշրջանային կապերի պատճառով։ Մենք այստեղ ենք, քանի որ լեհական եւ հայկական բիզնեսի միջև համագործակցության մեծ հնարավորություններ ենք տեսնում։ Սա այն պատճառով է, որ վերջին տարիներին տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ։ Խմբի ակնկալիքն է հանդիպել հայ գործարարների հետ, բիզնեսով զբաղվելու համար, քանի որ սա է մեր ուղևորության նպատակը։ Պատվիրակության մեկ այլ անդամի խոսքով Հայաստանը դիտարկվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների հաբ, որտեղ կան բարձր որակավորում ունեցող մասնագետներ եւ նպատակ կա զարգացնել համագործակցությունը հայկական մասնագետների
մասնագետների հետ։ Ես այստեղ երկրորդ անգամ եմ, քանի որ Հայաստանն ունի շատ լավ ՏՏ ինժեներներ եւ ծրագրավորողներ։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել խոշոր միջազգային նախագծեր կառուցելու համար։ Պատվիրակության անդամները նշում են, որ իրենց նպատակն է հանդիպել հայ գործարարների հետ եւ զարգացնել համատեղ բիզնես նախագծեր, կառուցելով երկարաժամկետ համագործակցության կամուրջ Հայաստանի եւ Եվրոպայի միջև։ Լեհաստանը եվրոպական տնտեսության դարպասն է Ասիայի շատ երկրների համար։ Մենք հույս ունենք, որ մեր ներկայիս այցելությունները կզարգացնեն համագործակցությունը բոլորի համար։ Ինձ հետ եկող բոլոր 40 մարդիկ պատրաստ են կառուցել Հայաստանի եւ Եվրոպայի միջև ապագա խզում։ Պատվիրակության անդամները վստահ են, որ Հայաստան-Լեհաստան գործարար համագործակցությունը կարող է դառնալ նոր ներդրումային ալիքի սկիզբ խթանելով թե արտահանումը, թե նոր արտադրական եւ տեխնոլոգիական նախագծերի իրականացումը Հայաստանում։